Լիպարիտ Դրմեյանին դուք եք գործուղել կառավարություն։ Դուք կանխագուշակել էիք տարիներ առաջ, որ պիտի նման գործընթաց սկսվի, Լիպարիտ Դրմեյանին էլ գործուղել եք կառավարություն։ Խելագարության կանխավարկածով առաջնորդվենք, ծննդատանը որ ծնվում էր, մենք արդեն այդտեղ էինք, էլի։ Չէ, իսկ երբ որ արդեն այս թեմաները բացվեցին։ Լավ, այսինքն ներողություն եմ խնդրում, ստացվում է, որ իշխանության համար, ով որ որոշում է արտահայտել օրինական կարծիք, որը հակասում է կառավարության ղեկավարի կարծիքին, համարվում է տրոյական ձի, եւ երկրորդը, այստեղ շատ լուրջ խնդրեմ կա, ժողովուրդ։ Այսինքն կա անձ Հայաստանի Հանրապետությունում, որը օֆիցիալ, այսպես բոլորի աչքի առաջ հայտարարում է, որ ինքը օրենքից վեր է։ Մարդը ասում է, ես օրինական, այսպես հղումներ անելով օրենսդրական կարգավորումներին տվել եմ հանձնաժողովի նախագահի դիումինի պատասխան կարծիք, որ օրինակ հանձնաժողովի նախագահը գրել է վերջինաշով խելոք բան արել։ Իր այսպես ասած վրա չմնալու համար գրել է կառավարության, ասում է այս դեպքերում ինչ անեմ։ Պարոն Ղազենյան։ Իսկ կներեք, հիմա ինքը տվել է ինչ պետք է արվի ըստ մեր եւ այդ համաձայնագրի, որ մենք միացել ենք համաձայնագրին։ Հիմա մարդը ասում է, չէ, իմ կարծիքին հակառակը կապ չունի օրինականով։ Իհարկե կներեք, էլի չէի կարող, ավելի վաղ պարոն Դրմեյանի հետ պայմանավորվել կազմում, ինչպես գործընկերս է ասում գործուղել, բայց ընթացքում արդեն որ թեման առաջ եկավ, փորձեցիք իր հետ ինչ-որ ճանապարհներով Բացարձակ, սենց ասեմ, պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ոչ։ Բացարձակ, նախ ասեմ, որ Երևան քաղաքը շատ փոքր է, ես Լիպարիտ Դրմեյանին մեկ անգամ տեսել եմ, եթե չեմ սխալվում, ինչ-որ միջոցառման ժամանակ, դրանից այդ իր դուրս գալուց 1.5-2 ամիս հետո, կյանքում առաջի անգամ ազնվորեն, համոզված եմ նաև Կարապետյանները, բայց ինչի համար շուտ ճանաչեինք, կասեք, այսինքն մենք հիմա այդ նույն ով որ արտահայտում է իր կարծիքից տարբերվող օրինական կարծիք, նշանակում է վաճառված է շակերտների մեջ կամ դե չի լինում, ժողովուրդ։ Ղազենյան, բայց նորմալ չի, որ օրինակ բոլորը այդ կարծիքը կիսեն կամ չգիտեմ նույն տեսակ է, որ օրինակ դուք էլ հիմա ազգային ժողովում ներկայացվածություն ունեք, մի խմբակցություն եք եւ ձեր բոլորի գաղափարները, այսպես ասած, մի ուղղությամբ ա գնում, որ դուք նույն ֆրակցիայի մեջ եք։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, բա գործադիր մարդ, կառավարության մարդ, որ ոնց կարին տեսակետը չգիտի ու ասեմ։ Հիմա դու ոնց եք պատկերացնում մեր ֆրակցիան ունենա կտանեիք օրինակ Աստված չանի, մեկ, չեմ ուզում։ Ու չկա տենց ընդհանրապես որևէ տեսլական կամ որևէ նպատակ կամ ապագա, ամեն դեպքում իմ անձը մի գերագնահատեք։ Եվ երկրորդը կրկնում եմ, հիմա պատկերացրեք, մեր ֆրակցիայում կայացնում ենք մի որոշում բոլորով, որը հակաօրինական է։ Այսինքն եթե ես կանգնում եմ ասում, եղբայր հակաօրինական է, նախ մեր ֆրակցիան իր ղեկավարով հանդերձ չեն անի հակաօրինական բան, առավելևս չեն ստիպի թիմից մեկին ոնց ասեմ, իրենց կարծիքին համաձայն լինելու պատճառով գնալ հակաօրինական քայլի։ Մենք գիտեք ինչ ենք, մենք չենք ասում բարոյականով ճիշտը որն է, մենք չենք ասում իմ այդ հարաբերությունը օրինակի համար ունեցեք կամ մյուսի հետ դրա համար այդ կարծիքը արտահայտում, չէ, մենք ասում ենք խոսքը վերաբերվում է օրինական, օրենքի հիման վրա հիմնված կարծիքին։ Մեկը կարող է ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետ դառնալ։ Չէ, դուք նորից գնում եք քաղաքականի վրա։ Ես նորից եմ ասում, եթե այդ մարդը մտել է քաղաքական թիմ, եթե այդ մարդը մեր գաղափարներին, այսինքն իմացել է, չէ՞, սկզբից որ Սամվել Կարապետյանը բարերարա, ոչ թե իրենց ասած ինչ որ չեմ էլ ուզում բարձրաձայնեմ։ Նարեկ ջան, խոսքս նորից եմ կրկնում, վերաբերվում է այն ճանապարհներին, որտեղ կա օրենքին հակաօրինական օրենքի մասին է խոսքը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն էլ օրինակ մեծ լրագրողներից մեղադրումներ ներառում, ասում է հիմա Լիպարիտ Դրմեյանին որ հանել են, միջազգային ատյաններում ամեն ինչ նորմալ, ասում է, բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են։ Ով։ Դուք։ Թուղթ ուզեք մի հատ։ Հերիք չես։ Ջախջախվել։ Ես էլ ասում եմ ջախջախել ենք։ Հիմա ինձ կհարցնեք, չէ, ինչի իմ անվրա եք ասում ջախջախել ենք։ Բայց այդ դեպքում համոզված եմ բոլորդ էլ խիզախ եք եւ տեսնում եմ ձեր գործունեությունը, բայց օրինակ, ասենց մի նեղացեք, բայց պատկերացրեք, ոչ եմ ասելու, այնտեղ վախենում եք նրան հարցնեք, իհարկե ոչ։ Ասեք լավ, թուղթ ուրա որ ջախջախելը չեմ պատկերացնում, արբիտրաժը այսպես մուրճը խփի ասի համարեք, որ տաշիր կապիտալը ջախջախվեց, չէ, չի լինում այդպեսի բան, վերջը որոշում ա լինում, ուր է այդ որոշումը։
Անը Բերեք խոսքից գործի անցնենք, էլի։ Պարոն Ղազանյան, ինչու է տարիներ շարունակ, հեծը ինչու է տարիներ շարունակ գնել ապրանքներ, պահեստավորել, որոնք բանի պետք չեն։ Ռոմանոս Պետրոսյանն ասում, ասում է դրանք բոլորը դուրս են գրել, վաճառել են, գումարը բան են բյուջե ենք մուտք արել, հեծի ասում է, կար լիքը գնված բաներ, ընդ որում տաշիրի ընկերություններից գնված, որոնք այդքան էլ հեծի կարիքների համար պիտանի չեն։ Նախ առաջինը պահանջում են, որպեսզի այդ ապրանքատեսականին հրապարակվի։ Երկրորդը կարող եմ ունենալ հիմնավոր կասկած, որ դա մտածածին է մի պարզ պատճառով։ Երբ որ վարչական դատարանը ասում էր ընդունման հանձնման ակտ չկա, այսինքն ելակետը չկա, որտեղից պետք է համեմատություն արվի։ Իսկ ով ասում է այդ ապրանքները տեղել։ Եվ երրորդ ամենակարևոր հանգամանքը ընդհանրապես հեծը ունենում է ապրանքների տեսակներ, որոնք ուզես չուզես պետք է ունենաս, դա կարող է մի քանի տարի, 5 տարի, 10 տարի պետք չգա։ Դրան իապացույց ձեզ մատնանշեմ Էրեբունու դեպքերը, անցած տարվա վերջի։ Ինչ էր եղել, տրանսֆորմատորը այրվել էր, ենթակայան տրանսֆորմատորը ենթակայանը մեծ։ Եվ չունեին իրենք այդ բաները։ Չէին պահեստավորել։ Ինչ արեցին։ Այդտեղ նաև կարծում եմ ծուղակ կար մեր համար, ընդհանրապես պարոն Կարապետյանը ունենալով հանդերձ տրամադրեց։ Ինչ վերաբերում է ինչու են կարել մեզ այդ փոխկապակցված, ժողովուրդ գիտեք, երբ որ տնտեսություն է զարգացում, արտադրություն է հիմնում, այդ գործարանները, եթե ցանկություն ունենաք, սիրով ձեզ կուղեկցենք, կտեսնեք ինչ գործարանների մասին է խոսքը, մալուխի, տրանսֆորմատորի։ Այսինքն այստեղ մեզ մեղադրում են մի քանի կամ որոշ դեպքում տասնյակ միլիոններ ներդրում անելու համար եւ աշխատատեղ ստեղծելու համար։ Այսինքն պատկերացիք, չէ, բերել է։ Թանկով տաշիր ընկերություններից առել եք բաներ, դա է իրենց։ Այդտեղ եւս մի խնդիր կա։ Երբ որ իրենք ասում են թանկով, գիտեք ինչ ասեմ, հիմա դուք հակել եք ինչ որ մի շոր, որը իմինից թանկ է։ Հիմա այստեղ դնել համեմատել ասել ես ես ասեմ ինչ եք թանկ արել, պիտի ասեք լավն է, չէ՞ որ թանկ է։ Նորից կրկնում եմ, իրենք չինական ու չեմ ուզում այդ պետության անունտամ, որտեղ նույն չինականի մեջ կա շատ լավը եւ կա ավելի վատը։ Թող տան, որ ապրանքն են առնում իր գործարանով, արտադրած երկրով եւ այլն, այստեղ այդ գնահատումը շատ սխալ է։ Իսկ որ ասում են Լևի լույս եք տվել, հարուստները երբեք գումար չեն վճարել, կարմիր արյուն են, կապույտ արյուն են ունեցել։ Ռոմանոս Պետրոսյանը անդադար կրկնել է, որ հարուստները մշտապես Լևի լույս են ունեցել, Տաշիր գրուպը երբեք դաչաներին լույսը Լևի է եղել հարուստների դաչաներում, դրանց ո՞նց եք դուք արձագանքում, երբևիցե նման բաներ չէ։ Ռոմանոս Պետրոսյանը մի քանի ես ճիշտ ասած դա առաջ անգամ եմ լսում, բայց այստեղ կա մի բան։ Պատկերացնում եք մի հատ իրավիճակ, որի մեջ շատ կոպիտ բարեկրթությունը դնեմ մի կողմ, կոպիտ պատասխանեմ ու ոնց որ ստեղ ասում, ասեն դե քաղաքական գնահատական ենք տալիս։ Ամենայն պատասխանատվություն։ Մի անգամ եթե չեմ սխալվում, այստեղ նստած է այդ падգամավորը իրանց հայտարարեց, որ տասնյակ մարդիկ Գյումրիի հետ կապված, որովհետեւ բան եղել, ասում եմ ապացույց, միջև այսօր չկա։ Նորից կրկնում եմ, ժողովուրդ ջան, բերեք մի քիչ մշակույթ փոխենք։ Այդ խոսքի հետ խնդրում եմ ձեզ թախանձագին արգելի լրագրողներ, ներողություն։ Երբ որ ասում են կապուտ արունը հարուստ ու դա չեն, ասես անուն ազգանուն կտաս։ Ընդհանրապես ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետությունում, այո, եղել են գողություններ, այո, պայքարել ենք, հազարավոր կարող եմ ասել ակտեր են գրել մեծ գումարներով, բայց ես որպես իրացման տնօրեն ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, չի եղել որևէ ձեր ասած հարուստ, պաշտոնավոր կամ ինչ-որ արտոնյալ մարդ։ Պարոն Ղազանյան, կներեք, դեպքում այդ միացումների գները ինչի հաշվին կարողացան իրենք 50 քանի հազարով էժանացնել։ Ասեմ։ Այսինքն կար հնարավորություն։ Ասեմ ձեզ, իսկ ձեզ հետաքրքիր ով է դա թանկացրել։ Ձեր օրոք չի եղել։ Չէ, օրոք ինչ կապ ունի, ով է թանկացրել։ Հանձնաժողովը։ Հիմա նույն հանձնաժողովին մի հատ հարցում ուղարկեք, ասեք հարգելի հանձնաժողով, ինչի ես ուղարկել, բացատրեմ ձեզ։ Երբ որ ժամանակին այդ նոր միացումները ավելի էժան էին եւ քիչ էին, մենք ինչ էինք անում, մենք ներդրումը կատարում ենք տասնյակ տարիների ընթացքում տոկոս էինք ստանում, այսպես ասած հետ վերադարձը։ Այս շինարարական բումի պատճառով մոտավորապես 15-ից 20 անգամ շատացավ ներդրումների կարիքը։ Մենք ասացինք, որ չունենք այդ գումարը այս պահին։ Հանձնաժողով դու որպես պետական մարմին լուծի հարցը։ Հիմա հանձնաժողով ուներ մի քանի տարբերակ։
կամ ընդհանուր ժողովրդի համար սակագինը թանկացներ, կամ ինչ որ մի բլոկի օրինակ հանրային սեկտորի համար թանկացներ, կամ էլ նոր միացումները թանկացներ։ Ինքը ընտրեց քաղաքական, նախընտրական, այսպես միջավայրի համար իրանց համար առավել նպաստավոր տարբերակը վերցրեց, թանկացրեց այդ բանը, այսպես ասած, նոր միացումը։ Հիմա եկավ դրանից դիվիդենդ քաղելու ժամանակ, ինքն էլ վերցրեց, իջացրեց, ընդամենը։ Գիտեք ինչի համար, որովհետև երբ որ մենք 45-ից 50 միլիարդ ներդրումային ծրագիր ունենք ու անում ենք 90 եւ 95%, իրանք կեսը չեն անում, այդ գումարը տեից ավելանում։